Ցուրտ գիշեր էր, երբ նրան ձեռքերը կապած տնից դուրս քաշեցին։ Ներսում որդու լացը արձագանքում էր, ասես օգնության կանչ լիներ։ Ցավը, ցուրտը վախը խառնվել էին իրար, մինչ իրականությունը դառնում էր անտանելի։ Բայց պարսպի մյուս կողմում մի անծանոթ պատրաստվում էր ամեն ինչ փոխել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Հունվարյան սառնաշունչ գիշերվա մթության մեջ Հեղինեն ծնկի էր եկել Երանի իրենց տան բակը ծածկած բարակ ձյան վրա։ Նրա դաստակները կապված էին կոշտ պարաններով, որոնք վնասում էին սուրբ սրտից արդեն իսկ զգայուն դարձած մաշկը։ Սառը քամին անխնա փչում էր, իր հետ բերելով ոսկորների մեջ թափանցող խոնավություն։ Նա 6 ամսական հղի էր, որովայնի ծանրությունն այդ դիրքն էլ ավելի ցավոտ էր դարձնում։ Բայց այս ամենը չէր կարող համեմատվել տնից եկող ձայնի հետ, մի հուսահատ լաց, որը կտոր-կտոր էր անում նրա սիրտը։ Միքայելը, նրա ընդամենը 1 տարեկան որդին, մենակ էր այնտեղ, փակված, լաց էր լինում մոր համար։ Հեղինեն չէր կարողանում հասկանալ, թե ինչպես էր հասել այս վիճակին։ Ինչպես կարող էր մի կին, որը ժամանակին ուժեղ էր, վճռական, ունակ մարտահրավեր նետելու սեփական հորը, իր կյանքը կառուցելու համար, դառնալ այս փխրուն էակը, կենդանու պես կապված, ցրտից ու վախից դողացող։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, խառնվելով ձյան խոնավությանը։ Նա ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց կոկորդը սեղմվել էր ոչ թե պարանից, այլ այն սարսափից, թե ինչ կարող էր պատահել, եթե որե ձայն հաներ։ Տանը Բագրատը մի կողմից մյուսն էր քայլում, ձեռքին կոնյակի շիշ, աչքերը կարմրած զայրույթից ու ալկոհոլից։ Նա զինվորական էր եղել, մի մարդ, ում Հեղինեն ճանաչել էր տարիներ առաջ, որը սկզբում թվում էր այն ամենը, ինչ իրեն պետք էր, ուժեղ, պաշտպանող, հոգատար։ Բայց այդ մարդը վաղուց անհետացել էր, փոխարինվելով մի այլասերված տարբերակով, որին տանջում էին դեր, որոնց Հեղինեն այդպես էլ լիովին չկարողացավ հասկանալ։ Նրանց պատմությունը այլ կերպ էր սկսվել։ Հեղինեն 22 տարեկան էր, երբ ընդհանուր ընկերների խնջույքի ժամանակ ծանոթացավ Բագրատի հետ։ Նա նոր էր հեռացել հոր, գեներալ Մարսել Թավադյանի տնից, որը խիստ ու անսասան սկզբունքներով մարդ էր։ Մարսելը կադրային զինվորական էր, ում հարգում ու վախենում էին միաժամանակ։ Նա Հեղինեին միայնակ էր մեծացրել այն բանից հետո, երբ մայրը մահացել էր, երբ աղջիկը ընդամենը 8 տարեկան էր։ Աղջիկը մեծացել էր զորանոցներում, շրջապատված համազգեստներով, հրամաններով ու կարգապահությամբ։ Մարսելը նրան սիրում էր յուրովի, բայց դա կոշտ սեր էր, որը թուլություններ թույլ չէր տալիս։ Երբ Հեղինեն 18 տարեկան դարձավ, հայրն արդեն ծրագրեր ուներ նրա համար։ Ուզում էր, որ նա ամուսնանա իր գործընկեր սպաներից մեկի որդու հետ, որը զինվորական կարիերայում խոստումնալից երիտասարդ էր։ Բայց Հեղինեն այդ կյանքը չէր ուզում։ Նա երազում էր ազատության, սեփական ճանապարհն ընտրելու, նրան սիրելու մասին, ում ինքը կցանկանար։ 21 տարեկանում, հոր հետ բուռն վիճաբանությունից հետո, նա վերցրեց իր սակավաթիվ իրերն ու հեռացավ տնից։ Մարսելը չփորձեց նրան կանգնեցնել։ Իրականում, նա դրանից հետո նույնիսկ չփորձեց կապ հաստատել նրա հետ։ Նրա համար դուստրն իր ընտրությունը կատարել էր, իսկ ընտրություններն ունենում են հետանքներ։ Հեղինեն աշխատանքի անցավ որպես գործավարուհի մի բժշկական կենտրոնում։ 2 ընկերուհիների հետ կիսում էր մի փոքրիկ բնակարան, փորձում էր կառուցել իր կյանքը։ Հենց այդ շրջանում էլ ծանոթացավ Բագրատի հետ։ Նա 28 տարեկան էր, 6 տարի ծառայել էր բանակում, նոր էր զորացրվել։ Խարիզմատիկ էր, պատմելու հետաքրքիր պատմություններ ուներ, Հեղինեն անմիջապես գրավվեց նրանով։ Բագրատը կարծես թե հասկանում էր նրան այնպես, ինչպես ոչ ոք։ Նա լսում էր նրա վիրավորանքները հորից, դժվար մանկությունից, այդքան խստության տակ մեծանալու ծանրությունից։ Առաջին ամիսները կախարդական էին։ Բագրատը ուշադիր էր, ռոմանտիկ, միշտ ժամանակ ուներ նրա համար։ Տանում էր նրան ընթրիքի, զբոսնելու հաղթանակի զբոսայգում, ցանում մայրամուտը դիտելու։ Հեղինեն արագ սիրահարվեց, այնպիսի ուշքնությամբ, ինչպիսին լինում է երբեք իսկապես չսիրված մարդու մոտ։ Եվ երբ Բագրատն առաջարկեց միասին ապրել, նա առանց վարանելու համաձայնեց։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ սկսեց փոխվել, դանդաղ ու նրբորեն։ Սկզբում Բագրատն առաջարկեց, որ նա պետք չէ այդքան շատ աշխատի, որ ինքը կարող է երկուսին էլ պահել։ Հեղինեի համար դա տարօրինակ էր, բայց նա պնդեց, որ Հեղինեն հոգնած է թվում, որ արժանի է մի փոքր հանգստանալու։ Նա ի վերջո կրճատեց իր աշխատանքային ժամերը։
Հետո Բագրատը սկսեց մեկնաբանություններ անել նրա ընկերուհիների մասին, ասելով, որ նրանք լավ ազդեցություն չեն, որ իր հետից վատն են խոսում։ Հեղինեն սկզբում պաշտպանում էր ընկերուհիներին, բայց Բագրատը համոզիչ էր, նա կամաց-կամաց հեռացավ նրանցից։ Մի քանի ամսում Հեղինեն լիովին մեկուսացված էր։ Այլս չէր աշխատում, չէր տեսնում ընկերուհիներին, կապ չուներ ընտանիքի հետ։ Բագրատը վերահսկում էր փողը, վերահսկում էր, թե ուր է նա գնում, ում հետ է խոսում։ Երբ նա փորձում էր վիճարկել, Բագրատը կերպարանափոխվում էր։ Սկզբում դրանք միայն բղավոցներ էին, մեղադրանքներ, խանդի տեսարաններ։ Հետո եկան հրումները, բասկի սեղմումները, որոնք հետքեր էին թողնում։ Եվ հետո եկավ առաջին անգամը, երբ նա իսկապես հարվածեց նրան։ Հեղինեն հիշում էր այդ գիշերը, կարծես երեկ լիներ։ Նա ասել էր, որ ուզում է նորից աշխատանք փնտրել, որ կարոտել է սեփական եկամուտն ունենալը։ Բագրատը պայթեց։ Ասաց, որ նա անշնորհակալ է, որ ուզում է իրեն լքել, որ հավանաբար հետաքրքրված է մեկ այլ տղամարդով։ Վեճը սրվեց, մինչ նա Հեղինեին հրեց պատին, առաջին անգամ ձեռք բարձրացրեց նրա վրա։ Ապտակն այրեց, բայց ամենաշատը ցավեցրեց այն գիտակցումը, որ իր սիրելի տղամարդն ունակ է դրան։ Հաջորդ օրը Բագրատը լաց եղավ, ներողություն խնդրեց, ասաց, որ այլս երբեք դա չի անի։ Հեղինեն հավատաց։ Կամ ուզեց հավատալ։ Բայց դա բազմաթիվ դրվագներից ընդամենը առաջինն էր։ Ցիկլը կրկնվում էր՝ ճգնաժամ, բռնություն, ներողություն, ժամանակավոր մեղրամիս, հետո ամեն ինչ նորից էր սկսվում։ Հեղինեն իրեն զգում էր մանիպուլյացիայի ցանցում, որից չգիտեր ինչպես դուրս գալ։ Նա ամաչում էր, իրեն մեղավոր էր զգում, ուժ չուներ օգնություն խնդրելու։ Հենց այդ անհանգիստ շրջանում Հեղինեն իմացավ, որ հղի է։ Նորությունը պետք է ուրախության առիթ լիներ, բայց նա միայն վախ զգաց։ Ինչպես էր երեխա մեծացնելու այս միջավայրում։ Բայց երբ ասաց Բագրատին, նա անկեղծորեն ուրախացավ։ Խոստացավ, որ լավ հայր կլինի, որ ամեն ինչ կփոխվի։ Եվ որոշ ժամանակ փոխվեց։ Բագրատը դարձավ ավելի հանգիստ, ավելի ուշադիր։ Հեղինեն իրեն թույլ տվեց հույս ունենալ։ Միքայելը ծնվեց գարնան մի առավոտ։ Նա գեղեցիկ երեխա էր, մեծ, մուգ աչքերով, ինչպես իրենն էին։ Հեղինեն, առաջին անգամ նրան գրկելով, զգաց, որ սա իր փրկությունն է։ Նրա համար ինքն ուժեղ կլինի։ Նրա համար ամեն ինչ լավ կանի։ Եվ մի քանի ամիս տանը խաղաղություն էր։ Բագրատը նվիրվեց որդուն, ներկա ու հոգատար հայր էր։ Հեղինեն նույնիսկ մտածեց, որ վատթարագույն անցյալում է մնացել։ Բայց հանգստությունը երկար չտեց։ Երբ Միքայելը դարձավ 6 ամսական, Բագրատը սկսեց ցուցաբերել նույն նշանները, ինչ նախկինում՝ դյուրագրգռություն, խանդ, անվստահություն։ Նա մեղադրում էր Հեղինեին իրեն ուշադրություն չդարձնելու, երեխային չափազանց շատ նվիրվելու, իրեն մոռանալու մեջ։ Վեճերը վերադարձան, դրանց հետ՝ բռնությունը։ Հեղինեն այժմ պետք է պաշտպաներ ոչ միայն իրեն, այլ որդուն։ Նա սկսեց առավելագույնս խուսափել ցանկացած կոնֆլիկտից, համաձայնել ամեն ինչի հետ, լինել բացարձակապես հնազանդ, միայն թե խաղաղություն պահպանի։ Հենց այս քաոսի մեջ նրանց կյանք մտավ մի նոր կերպար։ Վանեսան շլացուցիչ կին էր, մուգ, երկար մազերով, կատվի աչքերով ժպիտով, որը կարծես գաղտնիքներ էր թաքցնում։ Նա ներկայացավ որպես Բագրատի բանակի տարիների հին գործընկեր մի աշնանային օր հայտնվեց նրանց տան դռան մոտ, ասելով, որ անցնելիսը երանով ուզում է կարոտն առնել։ Բագրատը զարմացավ, բայց լավ ընդունեց նրան։ Հեղինեն, իր հերթին, անմիջապես անհանգստություն զգաց։ Ինչ-որ բան կար այնձի մեջ, թե ինչպես էր Վանեսան նայում Բագրատին, ինչպես էր խոսելիս դիպչում նրա բասկին, որը տագնապի զանգ հնչեցրեց նրա մեջ։ Վանեսան սկսեց պարբերաբար այցելել նրանց տուն։ Միշտ մի պատրվակ ուներ, Բագրատի խորհրդի կարիքն ուներ, դժվար շրջան էր ապրում, երանում ուրիշ ոչ ոք չուներ։ Բագրատը կարծես շոյված էր այդ ուշադրությունից, իսկ Հեղինեն, գնալով ավելի անհարմար զգալով, մի քանի անգամ փորձեց ակնարկել, որ այդ ընկերությունն անպատշաճ է։ Բայց Բագրատը նրան մեղադրեց խանդոտ, սեփականատեր լինելու, իրեն ընկերներից մեկուսացնելու մեջ։ Այն, ինչ Հեղինեն չգիտեր, այն էր, որ Վանեսան մութ անցյալ ուներ։ Տարիներ առաջ նրան հեռացրել էին պետական համալսարանից հոգեբանական մանիպուլյացիայի համար։ Նա կապի մեջ էր եղել մի ամուսնացած դասախոսի հետ, երբ վերջինս փորձել էր խզել կապը, նա մի շարք իրավիճակներ էր ստեղծել, որոնք քիչ էր մնում քանդեին նրա ամուսնությունն ու կարիերան։ Համալսարանը բացահայտել էր նրա գործողությունները հեռացրել նրան։
Այդ ժամանակվանից Վանեսան մի օրինաչափություն էր մշակել, գտնում էր խոցելի, թուլացած տղամարդկանց ներթափանցում նրանց կյանք, նուրբ ու կործանարար ձեռով վերահսկողություն իշխանություն իրականացնելով։ Բագրատը կատարյալ թիրախ էր։ Տանջված բանակային տարիների տրավմաներից, ներգրավված իրավիճակներում, որոնց մասին երբեք չէր պատմել Հեղինեին, նա հուզականորեն փխրուն էր։ Վանեսան դա անմիջապես նկատեց, սկսեց աշխատել նրա վրա, ինչպես հուզական վիրաբույժ։ Հանդիպումների ժամանակ նա ժամերով լսում էր նրան, հաստատում նրա զգացմունքները, կասկածներ սերմանում Հեղինեի նկատմամբ։ Ասում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, դու արժանի ես մեկին, ով իսկապես քեզ կհասկանա, Բագրատ։ Արդյոք նա քեզ իսկապես սիրում է։ Վերջին շրջանում նա այնքան հեռու է թվում։ Անվստահության սերմերը ցանվեցին, սկսեցին աճել։ Բագրատը, որն արդեն իսկ բնականից խանդոտ էր, սկսեց կասկածի տակ դնել Հեղինեի յուրաքանչյուր քայլը։ Երբ նա ուշանում էր սուպերմարկետում, հարցնում էր, թե ում հետ է խոսել։ Երբ նա ժպտում էր, հեռախոսին նայելով, պահանջում էր իմանալ, թե ինչն էր այդքան ծիծաղելի։ Պարանոյան տիրեց նրան, սնվելով Վանեսայի մշտական ակնարկներից։ Եվ հետո Հեղինեն իմացավ, որ նորից հղի է։ Այս անգամ նորությունն ընդունվեց սառնությամբ։ Բագրատը նայեց նրան անվստահությամբ հարցրեց. Համոզված ես, որ իմն է։ Հեղինեն զգաց, թե ինչպես է գետինը փախչում իր ոտքերի տակից։ Ինչպես կարող էր նա կասկածել իրեն։ Նա երբեք նույնիսկ մեկ այլ տղամարդու չէր նայել։ Բայց Վանեսան իր գործը լավ էր արել։ Բագրատը համոզված էր, որ Հեղինեն իրեն դավաճանում է, որ երկրորդ երեխան իրենը չէ, որ նա իրեն հիմարի տեղ է դնում։ Հաջորդող շաբաթները Հեղինեի կյանքի ամենավատն էին։ Բագրատը հազիվ էր խոսում նրա հետ, բացառությամբ մեղադրանքներ հնչեցնելու։ Միքայելը, որն արդեն 1 տարեկան էր, զգում էր տան լարվածությունը սովորականից ավելի շատ էր լաց լինում։ Հեղինեն հյուծված էր, հուզականորեն ֆիզիկապես։ Իսկ Վանեսան շարունակում էր հայտնվել, միշտ այդ կեղծ ժպիտով, միշտ ավելի շատ յուղ լցնելով կրակի վրա։ Հունվարյան մի առանձնապես ցուրտ գիշեր ամեն ինչ փլուզվեց։ Բագրատը ամբողջ օրը խմել էր, ինչը գնալով ավելի հաճախակի էր դառնում։ Վանեսան ավելի վաղ նրանց տանն էր եղել, հեռանալուց առաջ, ինչ-որ բան էր շշնջացել նրա ականջին, որը Հեղինեն չկարողացավ լսել։ Երբ նա գնաց, Բագրատի հայացքն անդունդի եզրին կանգնած մարդու հայացք էր։ Հեղինեն Միքայելին պառկեցնում էր քնելու, երբ Բագրատը մտավ սենյակ։ Նա ուժով բռնեց Հեղինեի բազկից, քաշեց տնից դուրս։ Միքայելն անմիջապես սկսեց լաց լինել, բայց Բագրատն անտեսեց։ Նա Հեղինեին հրեց դեպի բակ, դեպի այն սառնաշունչ ցուրտը, որը կարծես ծակում էր մաշկը։ Ավտոտնակում պահված պարանը վերցրեց, կապեց նրա դաստակները։ Այստեղ կմնաս, մինչ ինձ ճշմարտությունն ասես, ասաց նա, ալկոհոլից խզված ձայնով։ Կասես, թե ով է այն երեխայի հայրը, որին կրում ես։ Հեղինեն փորձեց վիճել, լաց եղավ, աղաչեց, բայց նա չէր լսում։ Նա վերադարձավ ներստ, փակեց դուռը, Հեղինեն մնաց այնտեղ, ծնկի եկած ձյան վրա, լսելով, թե ինչպես է իր որդին լաց լինում տան ներսում։ Հեղինեն չգիտեր, թե որքան ժամանակ էր անցել։ Կարող էին րոպեներ լինել կամ ժամեր։ Ցուրտն անտանելի էր, նա այլս չէր զգում ձեռքերն ու ոտքերը։ Մտքերը խառնված էին, տատանվում էին Միքայելի համար անհանգստության այն համոզմունքի մեջ, որ այդ գիշերը կարող էր իր վերջը լինել։ Եվ հենց այդ պահին նա պարսպի մյուս կողմից աղմուկ լսեց։ Այնտեղ ինչ-որ մեկը կար։ Լուկասը 23 տարեկան էր, աշխատում էր որպես առաքիչ։ Այդ գիշեր նա առաքում էր կատարել մոտակա տներից մեկում, վերադառնում էր իր մոտոցիկլետի մոտ, երբ երեխայի լաց լսեց։ Ձայնը գալիս էր մի թվացյալ հանգիստ տնից, բայց այդ լացի մեջ ինչ-որ տարբեր բան կար, դա հուսահատության լաց էր։ Լուկասը վարանեց։ Դա իր գործը չէր, բայց նա չէր կարող պարզապես հեռանալ։ Նա մոտեցավ տանը, պարիսպը շրջանցելով, տեսավ մի տեսարան, որը երբեք չէր պատկերացնի։ Մի կին, ակնհայտորեն հղի, կապված էր բակում, ցրտից դողալով։ Լուկասը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Մի պահ քարացավ, չիմանալով ինչ անել։ Հետո նրա բնաստները գործի անցան։ Նա հանեց հեռախոսը, սկսեց նկարահանել, իմանալով, որ ապացույցների կարիք կունենա։ Բայց ո՞ւմ ուղարկել։ Ինչպես օգնել նրան։ Նա շուրջը նայեց դարպասի մոտ գետնին, տեսավ լույսի հաշիվ, որը հավանաբար ընկել էր փոստից։ Հակառակ կողմում ձեռագրով հեռախոսահամար էր գրված, արտակարգ իրավիճակների դեպքում բառերով։
Դա ամուր, զինվորականի ձեռագիր էր։ Լուկասը 2 անգամ չմտածեց։ Տեսանյութն ուղարկեց այդ համարին հասցեի մի պարզ հաղորդագրության հետ միասին։ Շտապ օգնության կարիք կա։ Քաղաքի մյուս ծայրում մի խիստ ու լուռ բնակարանում գեներալ Մարսել Թավադյանը կարդում էր, երբ նրա հեռախոսը թրթռաց։ Նա խոժոռվեց, զայրացած ընդհատումից, բայց երբ բացեց հաղորդագրությունը, տեսավ տեսանյութը, նրա աշխարհը կանգ առավ։ Մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի նա ընկալի, թե ինչ է տեսնում։ Այդ կինը, ծնկի եկած ձյան վրա, այդ դեմքը, տառապանքով խարանված, Հեղինեն էր։ Նրա դուստրը։ Մարսելը մի վայրկյան անգամ չվարանեց։ Տարիների զինվորական պատրաստվածությունը գործի անցավ։ Նա վերցրեց հեռախոսը, սկսեց զանգեր անել, ակտիվացնելով կապեր, ռեսուրսներ, մարդկանց, ում գիտեր, որ կարող է վստահել արտակարգ իրավիճակում։ 10 րոպեից էլ քիչ ժամանակում նա արդեն կազմակերպել էր մի գաղտնի, բայց արդյունավետ գործողություն։ Ինքն էլ դուրս եկավ տնից, նստեց մեքենան ուղիղ գնաց այն հասցեով, որն ուղարկել էր Լուկասը։ Հեղինեն սկսում էր կորցնել գիտակցությունը, երբ աղմուկ լսեց։ Դա ոչ թե մեկ մարդ էր, այլ մի քանիսը, որոնք շարժվում էին զինվորական ճշգրտությամբ։ Նա բարձրացրեց հայացքը, տեսավ մի դեմք, որը տարիներ շարունակ չէր տեսել, մի դեմք, որը երբեք չէր պատկերացնի, որ կտեսնի այդ հանգամանքներում։ Դա իր հայրն էր։ Մարսելը ծնկի իջավ նրա կողքին ամուր, բայց զգույշ ձեռքերով կտրեց նրա դաստակները կապող պարանները։ Հեղին է, ասաց նա, ձայնը խեղդված մի հուզմունքից, որը նա հազվադեպ էր ցույց տալիս։ Ես քեզ այստեղից կհանեմ։ Գործողությունն արագ էր։ Մարսելի մարդկանցից մի քանիսը մտան տուն, զսպեցին Բագրատին, նախքան նա կհասցներ արձագանքել, փրկեցին Միքայելին։ Տղային անմիջապես հիվանդանոց տարան, ինչպես Հեղինեին։ Նա հազիվ էր գիտակցության մեջ, բայց զգում էր հոր ձեռքերն իր շուրջը, որոնք իրեն տանում էին մի քնքշությամբ, որի մասին չգիտեր, որ հայրն ունի։ Հաջորդող ժամերին Հեղինեին զննեցին, դեղորայք տվեցին, տաքացրին։ Միքայելը վախեցած էր, բայց անվնաս։ Բագրատը կալանքի տակ էր, հարցաքննվում էր։ Իսկ Մարսելը դստեր կողքին էր, բռնել էր նրա ձեռքը, լուռ։ Բառեր չկային այն ամենի համար, ինչ երկուսն էլ զգում էին, տարիների հեռավորության, զղջման, թեթացման համար, որ դեռ հնարավորություն ունեն։ Հեղինեն հաջորդ օրն արթնացավ զինվորական հոսպիտալի սենյակում։ Առաջին բանը, որ տեսավ, հայրն էր, նստած մահճակալի կողքի աթոռին, հոգնած հայացքով, կարծես չէր քնել։ Երբ նա նկատեց, որ դուստրն արթնանում է, մոտեցավ։ Հայրիկ, շշնջաց Հեղինեն, թույլ ձայնով։ Ես այստեղ եմ, աղջիկս, պատասխանեց Մարսելը, տարիների մեջ առաջին անգամ Հեղինեն արցունքներ տեսավ այն մարդու աչքերում, որը միշտ անսասան էր թվում։ Բայց սա միայն սկիզբն էր։ Դեռ շատ բան կար բացահայտվելու, ճշմարտություններ, որոնք կփոխեին ամեն ինչ, մարդիկ, որոնք դեռ վճռորոշ դեր կունենային այս պատմության մեջ։ Եվ մինչ Հեղինեն վերականգնվում էր, շրջապատված մի սիրով, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է, այլ ուժեր արդեն շարժման մեջ էին, պատրաստվելով ցավի, քավության, ով գիտի, միգուցե իսկական սիրո այս ճանապարհորդության հաջորդ գլուխներին։ Իսկ դուք ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հաջորդ օրերը դժվարին խոսակցությունների, բժշկական հետազոտությունների բացահայտումների մի անորոշ շղթա էին, որոնց Հեղինեն երբեք չէր պատկերացնի, որ պետք է դիմակայեր։ Զինվորական հոսպիտալը, որտեղ նա գտնվում էր, տարբերվում էր այն ամենից, ինչ նա գիտեր։ Այն մաքուր էր, կազմակերպված, կար անվտանգության զգացում, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Միքայելը նրա հետ էր սենյակում, խաղում էր մի քանի խաղալիքներով, որոնք Մարսելն էր բերել։ Տղան կարծես շփոթված էր այս ամենից, բայց կամաց-կամաց նորից սկսում էր ժպտալ։ Հեղինեն նայում էր հորը, որը ժամանակի մեծ մասն անցկացնում էր իր կողքին։ Մարսելը ձերացել էր։ Նրա մազերը, որոնք ժամանակին մուգ էին, այժմ ամբողջովին ճերմակել էին։ Աչքերի շուրջ կնճիռներն ավելի խորն էին, տարիների անհանգստության պատասխանատվության հետքեր։ Բայց նրա մեջ նա ինչ-որ տարբեր բան կար, մի փափկություն, որը Հեղինեն չէր հիշում, թե տեսել էր նախկինում։ Կամ գուցե ինքն էր, որ չէր նկատել, երբ ավելի երիտասարդ էր։ Հայրիկ, ասաց Հեղինեն մի օր կեսօրին, ձայնը դեռ թույլ, բայց ավելի ամուր, քան նախորդ օրերին, ինչպես ինձ գտար։ Որտեղից իմացար, թե որտեղ եմ։ Մարսելը հոգոց հանեց աթոռը, մոտեցրեց մահճակալին։ Մի երիտասարդ, առաքիչ։ Նա քեզ տեսել է բակում, խելամտություն է ունեցել տեսանյութ ուղարկել մի համարի, որը գտել է գետնին ընկած հաշվի վրա։
Դա իմ համարն էր, արտակարգ իրավիճակների համարը, որը ես միշտ գրել եմ բոլոր փաստաթղթերի վրա, որոնք ուղարկել եմ քեզ տարիների ընթացքում։ Հեղինեն խոժոռվեց, շփոթված։ Ինչ փաստաթղթեր։ Մարսելը բացեց մի թղթապանակ, որը դրված էր գիշերասեղանին։ Դրանք նամակներ էին, շատ նամակներ, բոլորը հասցեագրված հեղին էին, տարբեր հասցեներով, տարիների ընթացքում։ Ես միշտ իմացել եմ, թե որտեղ ես, Հեղինե։ Միշտ։ Ես նամակներ էի ուղարկում, ֆինանսական օգնություն էի ուղարկում, երբ տեսնում էի, որ դրա կարիքն ունես, բայց դու երբեք չպատասխանեցիր։ Մտածեցի, որ չես ուզում ինձ հետ կապ պահել։ Հեղինեն զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում։ Նա երբեք ոչ մի նամակ չէր ստացել։ Երբեք չէր իմացել, որ հայրը փնտրում է իրեն։ Բագրատը, գիտակցեց նա, սիրտը սեղմվելով։ Բագրատն էր վերցնում նամակները։ Նա ինձ երբեք ոչինչ ցույց չի տվել։ Մարսելը մի պահ փակեց աչքերը, կարծես փորձում էր զսպել զայրույթը։ Ես պատկերացնում էի, որ նման բան կարող է լինել։ Դրա համար մի քանի տարի առաջ մեկ այլ քայլ արեցի։ Մեկին հանձնարարեցի, որ գաղտնի հետի քեզ։ Իմ վստահելի սպաներից մեկին, զինվորական բժշկի։ Նա առանց վարանելու ընդունեց առաքելությունը։ Բժիշկ, Հեղինեն փորձեց հիշել, թե արդյոք վերջին տարիներին իր շուրջը կասկածելի մեկին տեսել է, բայց ոչինչ մտքին չէր գալիս։ Նրա անունը Ռաֆայել Կոստանյան է։ Նա լավագույն սպաներից է, ում երբեք ճանաչել եմ։ Խելացի, նվիրված, վստահելի։ Խնդրեցի, որ մոտ մնա, բայց չմիջամտի, քանի դեռ իրական վտանգի մեջ չես։ Նա մի քանի անգամ փորձել է մոտենալ, նշաններ է թողել քեզ համար, բայց քո շրջապատը բարդ էր։ Հեղինեն զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում մարմնով։ Ռաֆայել Կոստանյան։ Անունը նրան ոչինչ չէր ասում, բայց ինչ-որ բան կար, մի մշուշոտ հիշողություն, մի գրություն, որը գտել էր ամիսներ առաջ վերարգուի գրպանում։ Եթե օգնության կարիք ունենաս, փնտրիր ինձ։ Այն ժամանակ դա նրան տարօրինակ էր թվացել, բայց այնքան էր խորասուզված իր խնդիրների մեջ, որ շուտով մոռացել էր։ Նա այստեղ է, հիվանդանոցում, շարունակեց Մարսելը։ Նա էր, որ համակարգեց քո բուժօգնությունը, երբ դու եկար։ Եվ նա է, որ կհոգա քո մասին վերականգնման ընթացքում։ Նախքան Հեղինեն կհասցներ պատասխանել, դուռը թեթ թակեցին։ Մարսելը վեր կացավ բացեց։ Ներս մտավ մի տղամարդ, զինվորական համազգեստի վրայից բժշկական խալաթ հագած։ Նա բարձրահասակ էր, ուներ մի փոքր խառնված շագանակագույն մազեր աչքեր, որոնք կարծես լրջության բարության խառնուրդ էին կրում։ Երբ նա նայեց Հեղինեին, վերջինս տարօրինակ բան զգաց, մի կապ, որը չէր կարողանում բացատրել։ Հեղինե, ասաց նա, հանգիստ պրոֆեսիոնալ ձայնով, իմ անունը Ռաֆայել Կոստանյան է։ Ես ձեր դեպքի համար պատասխանատու բժիշկն եմ։ Այսօր ինչպես եք ձեզ զգում։ Հեղինեն չկարողացավ անմիջապես պատասխանել։ Ինչ-որ բան կար այն ձի մեջ, թե ինչպես էր նա իրեն նայում, ոչ խղճահարությամբ կամ դատապարտմամբ, այլ հարգանքով։ Կարծես նա ավելին էր, քան զոհ, կարծես նա իր մեջ տեսնում էր մի ուժ, որի մասին ինքն էլ չգիտեր։ Ավելի լավ, վերջապես կարողացավ ասել։ Ֆիզիկապես ավելի լավ, համենայն դեպս։ Ռաֆայելը գլխով արեց մոտեցավ, ստուգելով մոնիտորները գրառումներ անելով թղթապանակում։ Դուք չափազանց տրավմատիկ իրավիճակի միջով եք անցել, Հեղինե։ Ձեր մարմնին ժամանակ է պետք վերականգնվելու համար, ինչպես ձեր մտքին։ Մենք կապահովենք, որ դուք ունենաք բոլոր անհրաժեշտ աջակցությունը։ Մի բան կա, որ պետք է իմանաք, ընդհատեց Մարսելը, ձայնի տոնը փոխվելով ավելի լուրջի։ Բագրատի ամբողջ իրավիճակի մասին։ Մենք հետաքննություն ենք անցկացրել, այն, ինչ բացահայտել ենք, մեր պատկերացրածից էլ այն կողմ է։ Ռաֆայելն ու Հեղինեն նայեցին նրան, սպասելով։ Բագրատը պարզապես սովորական նախկին զինվորական չէր, սկսեց Մարսելը։ 2 տարի առաջ նա ներգրավված է եղել սահմանին գաղտնի ռազմական գործողության մեջ։ Այդ գործողության ընթացքում անհետացել է բարձր արժեք ունեցող սարքավորում, որը կարող էր շուկայում մի ամբողջ կարողություն արժենալ։ Բագրատը կասկածյալներից մեկն էր, բայց մենք երբեք կոնկրետ ապացույցներ չունեցանք։ Նրան բանակից հեռացրին այլ կարգապահական պատճառներով, բայց գողության հետաքննությունը շարունակվեց։ Իսկ Վանեսան, հարցրեց Հեղինեն, զգալով, թե ինչպես է ստամոքսը խառնվում միայն այդ կնոջ մասին մտածելիս։ Ահա թե որն է բանը, ասաց Մարսելը, աչքերը մտնելով։ Վանեսան այն չէ, ով ներկայանում է։
Նրա իսկական անունը Վանեսա Մորեյրա է, նա ունի մանիպուլյացիայի հարաբերությունների հետ կապված հանցագործությունների երկար պատմություն։ Բայց ամենակարևորը, նա կապված էր գողացված սարքավորումների գնորդներից մեկի հետ։ Նա Բագրատին մոտեցել է ոչ թե պատահաբար, այլ որովհետև գիտեր, որ նա արժեքավոր տեղեկատվության, հնարավոր է, հենց գողացված նյութի հասանելիություն ունի։ Հեղինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Այս ամենը իմաստ չուներ։ Վանեսան մանիպուլյացիայի էր ենթարկել Բագրատին տեղեկություններ ստանալու համար։ Իսկ ինքը, Հեղինեն, ընդամենը մի խաղաքար էր այդ սարսափելի խաղում։ Նրա մոտեցումը հաշվարկված էր, շարունակեց Մարսելը։ Նա հուզականորեն գայթակղել է նրան, ցնել նրա անվստահությունները, միտումնավոր քանդել նրա վստահությունը քո նկատմամբ։ Որքան ավելի մեկուսացված պարանոիդ դառնար Բագրատը, այնքան ավելի շատ վերահսկողություն կունենար նա նրա վրա։ Եվ երբ դու նորից հղիացար, նա կատարյալ հնարավորություն տեսավ։ Նրան համոզելը, որ երեխան իրենը չէ, միջոց էր երաշխավորելու, որ նա լիովին կհեռանա քեզնից ամբողջությամբ կախված կլինի իրենից։ Բայց իսկ այն գիշերը, հարցրեց Հեղինեն, ձայնը դողալով։ Ինչու նա դա արեց ինձ հետ։ Ռաֆայելն էր, որ պատասխանեց, ձայնը փափուկ, բայց ամուր։ Վանեսան նրան մանիպուլյացիայի է ենթարկել բոլոր հնարավոր ձերով, Հեղինե։ Ներառյալ նրան համոզելը, որ դու արժանի ես պատժի, որ պետք է խոստովանես մի դավաճանություն, որը երբեք տեղի չի ունեցել։ Նա այդ օրը ավելի վաղ եղել է նրա տանը, մենք դա հաստատել ենք հարանների ցուցմունքներով։ Նա նրան լցրել է ալկոհոլով, հուզական թույնով։ Բագրատը պատասխանատու է իր գործողությունների համար, անկասկած, բայց Վանեսան է եղել այս ամենի ճարտարապետը։ Հեղինեն սկսեց լաց լինել, ոչ միայն այն ամենի ցավից, ինչ ապրել էր, այլ այն զայրույթից, որ այդքան կույր է եղել, որ չի նկատել, թե ինչ է կատարվում։ Ռաֆայելը մոտեցավ քնքշորեն ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Դու այս ամենում մեղավոր չես, ասաց նա, ուղիղ նայելով նրա աչքերին։ Այն, ինչ տեղի է ունեցել, քո պատասխանատվությունը չէ։ Դու եղել ես մանիպուլյացիայի, բռնության չարաշահման զոհ։ Բայց դու գոյատել ես, Հեղինե։ Եվ դա արտասովոր ուժ է պահանջում։ Այդ խոսքերը դիպան նրա ներսում մի խորը տեղի։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Հեղինեն զգաց, որ ինչ-որ մեկն իրեն իսկապես հասկանում է։ Հաջորդ օրերը լցված էին թերապիայով, բժշկական խորհրդատվություններով, Մարսելի հետ երկար զրույցներով։ Հայր ու դուստր վերագտնում էին միմյանց, բուժում հին վերքերը։ Հեղինեն հասկացավ, որ այդ բոլոր տարիներին սխալ էր դատել հորը։ Մարսելը սառը կամ անզգա մարդ չէր, նա պարզապես չգիտեր, թե ինչպես արտահայտել սերը այլ կերպ, քան սովորել էր զինվորական կյանքում։ Բայց այդ սերը միշտ այնտեղ էր, ուժեղ անսասան։ Մի օր կեսօրին, երբ Միքայելը քնած էր, Հեղինեն հորը հարցրեց մի բանի մասին, որը նրան հետաքրքրում էր։ Հայրիկ, դու ասացիր, որ Ռաֆայելը տարիներ շարունակ ինձ հետում էր։ Ինչպես էր դա աշխատում։ Ինչ էր նա անում կոնկրետ։ Մարսելը թեթակի ժպտաց։ Ռաֆայելը բազմաթիվ տաղանդների տեր մարդ է։ Նա իրեն դնում էր իրավիճակների մեջ, որտեղ կարող էր քեզ մոտ լինել, առանց կասկածներ հարուցելու։ Մի քանի անգամ նա այն բժիշկն էր, որը քեզ սպասարկեց պոլիկլինիկայում, երբ Միքայելը ծնվեց։ Այլ անգամներ նա լինում էր հանրային վայրերում, որտեղով դու անցնում էիր, պարզապես դիտելով, համոզվելով, որ ամեն ինչ կարգին է։ Նա այդ առաքելությանը շատ լուրջ էր վերաբերվում։ Եվ նա այդ ամենն արել է առանց իմ իմանալու։ Նա դրա համար մարզված է։ Բայց եղել են պահեր, երբ նա ուզել է միջամտել, հատկապես, երբ նկատել է բռնության նշանները։ Նա էր, որ ինձ զգուշացրեց իրավիճակի լրջության մասին վերջին ամիսներին։ Մենք փորձում էինք ուղիներ գտնել քեզ այնտեղից հանելու, առանց քեզ Միքայելին ավելի մեծ վտանգի ենթարկելու, բայց Բագրատն անկանխատեսելի էր։ Եվ հետո այն գիշեր, երբ ես ստացա Լուկասի տեսանյութը, իմացա, որ այլս կորցնելու ժամանակ չկա։ Հեղինեն լուռ մնաց, մտածելով այս ամենի մասին։ Կար մի մարդ, ում նա նույնիսկ չէր ճանաչում, որը տարիներ էր նվիրել իր կյանքից, իրեն պաշտպանելու համար։ Եվ հիմա հենց այդ մարդն էր, որ այդքան նվիրումով հոգ էր տանում իր մասին։ Հաջորդ օրերին Հեղինեն սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել Ռաֆայելին։ Նա օրական մի քանի անգամ այցելում էր նրա սենյակ, միշտ պրոֆեսիոնալ, բայց նրա ժեստերի մեջ կար մի բարություն, որը բժշկական պարտականությունից այն կողմ էր։ Նա խոսում էր Միքայելի հետ, ծիծաղեցնում տղային, Հեղինեն տեսնում էր, թե ինչպես է նա իր որդու հետ շփվում, անկեղծ քնքշությամբ։
Մի առավոտ Ռաֆայելը սովորականից շուտ եկավ։ Հեղինեն արթուն էր, նայում էր պատուհանից, դիտելով, թե ինչպես է արը ծագում երանի վրա։ «Չկարողացաք քնել», հարցրեց նա մոտենալով։ «Շատ մտքեր կան», պատասխանեց Հեղինեն։ «Այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ապագայի մասին, թե ինչպես եմ վերականգնելու իմ կյանքը»։ Ռաֆայելը մի աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ «Կարող եմ անկեղծ լինել ձեզ հետ, Հեղինե»։ Նա գլխով արեց։ «Երբ ձեր հայրը 3 տարի առաջ ինձ խնդրեց հետել ձեզ, ես մտածեցի, որ դա պարզապես մեկ այլ առաքելություն կլինի։ Տեխնիկական, պրոֆեսիոնալ բան։ Բայց որքան շատ էի ձեզ դիտում, այնքան ավելի շատ էի տեսնում մի անհավանական կնոջ, որը պայքարում է անհնարին իրավիճակում։ Ես տեսա ձեր ուժը, երբ դուք պաշտպանում էիք Միքայելին, տեսա ձեր տոկունությունը, երբ դիմանում էիք անտանելիին։ Եվ խոստովանում եմ, որ ժամանակի ընթացքում սկսեցի անհանգստանալ ձեր համար մի ձով, որը առաքելությունից այն կողմ էր»։ Հեղինեն զարմացած նայեց նրան։ Նա խոցելի էր իր հետ, մի բան, որը նա չէր սպասում։ «Ես ուզում էի ավելին անել», շարունակեց Ռաֆայելը։ «Ուզում էի ձեզ այնտեղից հանել, բայց գիտեի, որ պետք է դա անենք ճիշտ ձով, ճիշտ պահին։ Եվ նույնիսկ այդ դեպքում քիչ էր մնում ուշ լիներ։ Այն գիշեր, երբ ես ձեզ տեսա այդ վիճակում, նա դադար տվեց, ձայնը խեղդված։ Ես ինքս ինձ խոստացա, որ այսուհետ կանեմ ամեն ինչ, որպեսզի երաշխավորեմ, որ դուք այլս երբեք նման բանի միջով չանցնեք»։ Հեղինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Չգիտեր ինչ ասել։ Այնքան բան կար մտածելու, այնքան հակասական զգացմունքներ։ Ռաֆայելը վեր կացավ, կարծես հասկացել էր, որ չափն անցել է։ «Ներեցեք, չէի ուզում ձեզ ծանրաբեռնել։ Դուք հիմա պետք է կենտրոնանաք ձեր վերականգնման վրա»։ Ռաֆայել, կանչեց նա, ստիպելով նրան կանգ առնել։ «Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Ինձ հոգ տանելու համար, նույնիսկ երբ ես չգիտեի»։ Նա ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը։ «Միշտ, Հեղինե»։ Մինույն ժամանակ քաղաքի մեկ այլ մասում իրադարձությունները շատ տարբեր կերպ էին զարգանում Բագրատի Վանեսայի համար։ Երկուսն էլ կալանքի տակ էին, առանձին հարցաքննվում էին։ Բագրատը, հասկանալով, որ իրեն մանիպուլյացիայի են ենթարկել, որ Վանեսան երբեք իրեն չի սիրել, որ ամեն ինչ կեղծիք է եղել, փլուզվեց։ Նա լաց էր լինում, խնդրում էր տեսնել Հեղինեին, ներողություն խնդրել, բայց արդեն ուշ էր։ Վանեսան, մյուս կողմից, մնում էր սառը հաշվարկող։ Նա ամեն ինչ հերքում էր, փորձում էր մանիպուլյացիայի ենթարկել նույնիսկ հարցաքննողներին, բայց նրա դեմ ապացույցները ճնշող էին։ Իշխանությունները գտել էին նրա գողացված ռազմական սարքավորումների գնորդների միջ հաղորդակցությունները։ Գտել էին Բագրատի հետ փոխանակված հաղորդագրություններ, որոնցում նա նրան դրդում էր Հեղինեի դեմ։ Ամեն ինչ փաստագրված էր, մանիպուլյացիայի յուրաքանչյուր քայլը գրանցված։ Գործով պատասխանատու դատախազը, դոկտոր Պողոս Մելիքյանը, հայտնի էր իր խստությամբ ընտանեկան բռնության հարակից հանցագործությունների գործերում։ Երբ նա տեսավ ապացույցները, իմացավ, որ ուժեղ գործ ունի։ Նա զանգահարեց Մարսելին հանդիպում խնդրեց։ «Գեներալ», ասաց Պողոսը, երբ հանդիպեցին, «այս գործը արձագանք կունենա։ Հոգեբանական մանիպուլյացիան, ռազմական գողության հետ կապը, ծայրահեղ ընտանեկան բռնությունը։ Երբ հասնենք դատարան, ուզում եմ, որ ձեր դուստրն իմանա, որ ունի արդարադատության ողջ աջակցությունը։ Մենք կերաշխավորենք, որ այս երկուսը կվճարեն այն ամենի համար, ինչ արել են»։ Մարսելը գլխով արեց, զգալով մռայլ բավարարվածություն։ «Դուստրս վերականգնվում է, բայց ժամանակի կարիք կունենա։ Երբ անհրաժեշտ լինի, որ նա ցուցմունք տա, մենք պատրաստ կլինենք»։ Վերադառնալով հիվանդանոց, Հեղինեն զգալի առաջընթաց էր գրանցում։ Նրա մարմինը լավ էր վերականգնվում հիպոթերմիայից վնասվածքներից։ Երեխան, որին կրում էր, առողջ էր, ինչը բոլորի համար թեթացում էր։ Եվ, զարմանալիորեն, նրա միտքը նույնպես սկսում էր բուժվել։ Տրավմաների գծով մասնագիտացված հոգեբանի օգնությամբ Հեղինեն վերամշակում էր այն ամենը, ինչ ապրել էր, հասկանալով, որ մեղավոր չէ, որ արժանի է ավելի լավ կյանքի։ Մի օր կեսօրին Ռաֆայելը նրան գտավ հիվանդանոցի այգում։ Նա նստած էր նստարանին, Միքայելը խաղում էր խոտերի վրա, Մարսելի կողմից նշանակված անվտանգության աշխատակիցներից մեկի ուշադիր հայացքի ներքո։ «Կարո՞ղ եմ միանալ ձեզ», հարցրեց Ռաֆայելը։ «Խնդրեմ», պատասխանեց Հեղինեն, ժպտալով։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես դիտելով Միքայելին։
Այդ ընկերակցության մեջ ինչ-որ հանգստացնող բան կար, մի խաղաղություն, որը Հեղինեն երկար ժամանակ չէր զգացել։ Ռաֆայել, վերջապես ասաց նա, կարող եմ ձեզ անձնական հարց տալ։ Իհարկե։ Ինչու ընդունեցիք այս առաքելությունը։ Տարիներ շարունակ հետել մեկին, ում նույնիսկ չէիք ճանաչում, համոզվել, որ ես լավ եմ։ Ինչո՞վ։ Ռաֆայելը մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Երբ ես երիտասարդ էի, քույրս նման բանի միջով է անցել։ Նա բռնի հարաբերությունների մեջ էր, ես նշանները չնկատեցի, մինչ քիչ էր մնում ուշ լիներ։ Մենք կարողացանք նրան այնտեղից հանել, բայց նա երբեք լիովին չվերականգնվեց։ Դա ինձ վրա խորը հետք թողեց։ Երբ ձեր հայրը ինձ մոտեցավ պատմեց ձեր մասին, թե ինչպես է անհանգստացած, բայց չգիտի ինչպես մոտենալ, առանց ձեզ ավելի հեռացնելու, ես տեսա մի հնարավորություն փոփոխություն մտցնելու։ Գուցե փրկելու մեկին, նախքան ուշ կլիներ։ Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Ցավում եմ ձեր քրոջ համար։ Նա հիմա ավելի լավ է, ապրում է մեկ այլ քաղաքում, կյանքը նորից է սկսել։ Բայց այո, դժվար էր։ Եվ դա ինձ սովորեցրեց, որ երբեմն մարդկանց պետք է մեկը, ով նրանց կտեսնի, ով կնկատի, երբ ինչ-որ բան այն չէ, նույնիսկ երբ իրենք չեն կարողանում օգնություն խնդրել։ Դուք ինձ տեսաք, մեղմորեն ասաց Հեղինեն։ Երբ ոչ ոք չէր տեսնում։ Ռաֆայելը նայեց նրան, այդ հայացքի մեջ ինչ-որ ուժգին բան կար, մի բան, որը ստիպեց Հեղինեի սիրտը արագ բաբախել։ Ես միշտ ձեզ տեսել եմ, Հեղինե։ Եվ միշտ կտեսնեմ։ Այդ պահին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Դա դեռ սեր չէր, դրա համար դեռ վաղ էր, բայց դա ինչ-որ բանի սկիզբն էր։ Մի կապ, մի հնարավորություն, մի խոստում, որ գուցե մի օր Հեղինեն կարողանա նորից սիրել, սիրված լինել այնպես, ինչպես միշտ արժանի է եղել։ Բայց նախքան նրանք կկարողանային ուսումնասիրել այդ զգացմունքները, դեռ երկար ճանապարհ կար անցնելու։ Առջում դատավարություն կար, դեռ բացահայտվելիք ճշմարտություններ բուժման գործընթաց, որը ժամանակ կպահանջեր։ Հեղինեն դա գիտեր։ Բայց տարիների մեջ առաջին անգամ նա հույս ուներ։ Նա վերադարձրել էր իր հորը, ուներ մի մարդ, որը նրան տեսնում էր այնպիսին, ինչպիսին իսկապես կար, ուներ այն ուժը, որը միշտ իր ներսում էր, պարզապես սպասելով վերագտնվելուն։ Մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Հեղինեն մի կարճ պահ բռնեց Ռաֆայելի ձեռքը։ Նրանք ոչինչ չասացին, կարիք չկար։ Այնտեղ, այդ հանգիստ այգում, Միքայելի հետ, որը խաղում էր շուրջ բոլորը, ապագայի հետ, որը դեռ անորոշ էր, բայց լի հնարավորություններով, Հեղինեն իրեն թույլ տվեց հավատալ, որ ավելի լավ օրեր են գալու։ Եվ դրանք գալիս էին, ավելին, քան նա կարող էր պատկերացնել։ 3 ամիս էր անցել այն սարսափելի գիշերվանից։ Հեղինեն ապրում էր մի տանը, որը Մարսելն էր տրամադրել, անվտանգ, հարմարավետ վայր, փոքրիկ այգով, որտեղ Միքայելը կարող էր խաղալ։ Որովայնը գնալով մեծանում էր, երեխան անընդհատ շարժվում էր, կարծես ուզում էր մորը հիշեցնել, որ կյանքը շարունակվում է, որ ապագա կա։ Հեղինեն նորից սկսել էր աշխատել, հեռավար, որպես խորհրդատու բժշկական սոցիալական նախագծերի համար։ Դա մի աշխատանք էր, որը նրան նպատակ էր տալիս, մինույն ժամանակ թույլ էր տալիս հոգ տանել Միքայելի մասին պատրաստվել երկրորդ երեխայի գալուստին։ Ռաֆայելը շարունակում էր ներկա լինել նրա կյանքում, բայց պահպանում էր հարգալից հեռավորություն։ Նա շաբաթական մի քանի անգամ այցելում էր տուն, միշտ պատրվակ բերելով, թե ստուգում է նրա երեխայի առողջական վիճակը, բայց երկուսն էլ գիտեին, որ դա ավելին է։ Նրանց միջ աճող կապ կար, մի բան, որը ոչ մեկը դեռ պատրաստ չէր անվանել, բայց որն այնտեղ էր, անժխտելի մշտական։ Մարսելը նույնպես հաճախակի ներկայություն էր։ Նա պաշտոնապես թոշակի էր անցել, իր ժամանակի մեծ մասը նվիրում էր դստերն ու թոռանը։ Հոր-դստեր հարաբերությունները վերածվում էին մի բանի, որը Հեղինեն երբեք չէր պատկերացնի, թե հնարավոր է։ Նրանք խոսում էին ամեն ինչից, սկսած նրա վախերից ապագայի վերաբերյալ, մինչ մոր հիշողությունները, որոնք Հեղինեն հազիվ էր հիշում։ Մարսելը պատմություններ էր պատմում կնոջ մասին, թե ինչպես էր նա քաղցր մինույն ժամանակ ուժեղ, Հեղինեն հասկանում էր, որ հենց այդպիսին էր ինքն էլ դառնում։ Բագրատի Վանեսայի դեմ դատական գործընթացն առաջ էր ընթանում։ Դատախազ Պողոս Մելիքյանը կառուցել էր ամուր գործ, անհերքելի ապացույցներով։ Դատավարության օրը նշանակվել էր, Հեղինեն գիտեր, որ շուտով պետք է դատարանում դիմակայի նրանց երկուսին։ Այդ միտքը նրան սարսափեցնում էր, մինույն ժամանակ իշխանության տարօրինակ զգացում էր տալիս։ Նա այլս այն փխրուն ու վախեցած կինը չէր, որ եղել էր։
Նա դառնում էր նոր մարդ, մեկը, ով կարող էր ուղիղ նայել նրանց, ովքեր իրեն ցավեցրել էին, ասել ճշմարտությունը։ Մի օր կեսօրին, երբ Հեղինեն Միքայելին պառկեցնում էր քնելու, հեռախոսը զանգեց։ Պողոս Մելիքյանն էր։ Հեղինե, պետք է ձեզ հետ խոսեմ գործի որոշ զարգացումների մասին, ասաց նա լուրջ ձայնով։ Ինչ է պատահել, հարցրեց նա, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ Վանեսան փորձում է գործարք կնքել։ Նա առաջարկել է ցուցմունք տալ Բագրատի դեմ կրճատված պատժաչափի դիմաց։ Ասում է, որ կարող է տեղեկություններ տրամադրել նրա կատարած այլ հանցագործությունների մասին, ներառյալ ռազմական սարքավորումների գողության մանրամասները։ Հեղինեն զգաց, թե ինչպես է զայրույթը ալիքի պես բարձրանում։ Եվ դուք դա քննարկում եք։ Դա միայն իմ որոշումը չէ, բայց ուզում եմ իմանալ ձեր կարծիքը։ Դուք այս գործի գլխավոր տուժողն եք։ Ձեր ցուցմունքն ու զգացմունքները կարևոր են։ Հեղինեն խորը շունչ քաշեց։ Նա չէր ուզում, որ Վանեսան խուսափի արդարադատությունից, բայց նա հասկանում էր, որ նրա ցուցմունքն ունենալը կարող էր երաշխավորել, որ Բագրատը կստանա առավելագույն պատիժը։ Դա դժվար որոշում էր, որը նա չէր կարող միայնակ կայացնել։ Կարող եմ մտածել այս մասին։ Պետք է խոսեմ հորս Ռաֆայելի հետ։ Իհարկե, մի քանի օր ունեք։ Բայց Հեղինե, անկախ ձեր որոշումից, ուզում եմ, որ իմանաք, որ մենք պայքարելու ենք ձեզ համար։ Մենք կերաշխավորենք, որ արդարությունը կհաղթանակի։ Երբ անջատեց հեռախոսը, Հեղինեն իրեն հյուծված զգաց։ Նա զանգահարեց Ռաֆայելին, որը 1 ժամից էլ քիչ ժամանակում հասավ։ Մարսելը նույնպես ճանապարհին էր։ Երեքով նստեցին հյուրասենյակում, Հեղինեն բացատրեց իրավիճակը։ Դա ծուղակ է, անմիջապես ասաց Մարսելը։ Վանեսան մանիպուլյատոր է։ Նա փորձում է կրճատել իր պատիժը, Բագրատին օգտագործելով որպես քավության նոխազ։ Ռաֆայելն ավելի զուսպ էր։ Կարող է լինել, բայց եթե նրա ցուցմունքն իսկապես կարող է Բագրատին տասնամյակներով ճաղերի հետ ուղարկել, գուցե արժե։ Նա է, որ ուղղակի վտանգ է ներկայացնում քեզ երեխաների համար։ Հեղինեն գլուխը թափ տվեց։ Ես հասկանում եմ երկու կողմերին էլ, բայց ճշմարտությունն այն է, որ երկուսն էլ մեղավոր են։ Բագրատն ինձ ֆիզիկապես ցավեցրեց, բայց Վանեսան էր, որ ամեն ինչ կազմակերպեց։ Նա Բագրատին վերածեց ավելի վատ հրեշի, քան նա արդեն կար։ Ես չեմ կարող պարզապես թույլ տալ, որ նա թեթ պատժով պրծնի։ Այլ ընտրանք կա, առաջարկեց Ռաֆայելը։ Իսկ եթե դատախազն ընդունի նրա ցուցմունքը, բայց մինույն է, պնդի զգալի պատժաչափի վրա։ Գուցե կրճատված, բայց ոչ աննշան։ Մարսելը գլխով արեց։ Դա իմաստ ունի։ Պողոսը խելացի է, նա կարող է բանակցել այնպես, որ երկուսն էլ պատշաճ կերպով պատժվեն։ Հաջորդ օրերին ինտենսիվ բանակցություններ տեղի ունեցան Վանեսայի պաշտպանության, դատախազության Հեղինեի իրավական ներկայացուցիչների միջ։ Վերջապես, նրանք համաձայնության եկան։ Վանեսան ցուցմունք կտար Բագրատի դեմ, տրամադրելով մանիպուլյացիայի նրա հանցագործությունների բոլոր մանրամասները, ներառյալ նրա մասնակցությունը ռազմական գողությանը։ Դրա դիմաց նրա պատժաչափը կկրճատվեր 30-ից 15 տարվա, ինչը դեռս զգալի պատիժ էր։ Երբ Հեղինեն իմացավ համաձայնության մասին, զգաց թեթացման հիասթափության խառնուրդ։ Դա կատարյալ չէր, բայց արդարադատություն էր։ Եվ գուցե, մտածեց նա, 15 տարին բավական ժամանակ էր, որպեսզի Վանեսան մտածի իր պատճառած չարիքի մասին։ Դատավարության օրը եկավ որպես անխուսափելի փոթորիկ։ Հեղինեն շուտ արթնացավ, ստամոքսը խառնված նյարդայնությունից։ Ռաֆայելն առաջարկել էր ուղեկցել իրեն, ինչպես Մարսելը։ Նա երախտապարտ էր, որ երկուսն էլ իր կողքին էին։ Նրանք հասան զինվորական դատարան, նրանց դիմավորեց Պողոս Մելիքյանը, որը բացատրեց, թե ինչպես է անցնելու օրը։ Հեղինեն ցուցմունք կտար, հետո Վանեսան, հետո մի շարք այլ վկաներ, ներառյալ Լուկասը, առաքիչը, որը փրկել էր նրա կյանքը։ Երբ Հեղինեն մտավ դատարանի դահլիճ, զգաց, թե ինչպես են ոտքերը դողում։ Այնտեղ Բագրատն էր, նստած իր փաստաբանի կողքին, կրում էր բանտարկյալի համազգեստ։ Նա նայեց Հեղինեին, վերջինս նրա աչքերում տեսավ զղջման հուսահատության խառնուրդ։ Բայց նա խղճահարություն չզգաց։ Զգաց միայն սառը վճռականություն։ Վանեսան դահլիճի մեկ այլ մասում էր, նույնպես ձեռնաշխտաներով։ Երբ նրանց հայացքները խաչվեցին, Վանեսան լություն ունեցավ ժպտալու, մի փոքրիկ, ամբարտավան ժպիտ։ Հեղինեն հայացքը պահեց նրա վրա, մինչ Վանեսան առաջինը շեղեց աչքերը։
Դատավորը մտավ, դատավարությունը սկսվեց։ Պողոս Մելիքյանը գործը ներկայացրեց մանրակրկիտ կերպով, ցույց տալով ապացույցներ, տեսանյութեր, Հեղինեի վնասվածքների լուսանկարներ, բժշկական գրառումներ։ Յուրաքանչյուր ապացույց դանակի հարվածի պես էր սրտին, հիշեցնելով Հեղինեին այն ամենի մասին, ինչի միջով անցել էր։ Բայց նա ամուր մնաց։ Երբ իր ցուցմունք տալու հերթը հասավ, Հեղինեն բարձրացավ ամբիոն, գլուխը բարձր պահած։ Պողոսը նրան ուղղորդեց հարցերի միջոցով, իրենց հարաբերությունների, բռնության սկզբի, Վանեսայի իրենց կյանք ներխուժելու մասին։ Հեղինեն յուրաքանչյուր հարցին պատասխանեց հստակ, առանց վարանելու։ Նա պատմեց այն սարսափելի ցուրտ գիշերվա, իր զգացած վախի, Միքայելի լացը լսելու մասին, երբ ինքը կապված էր դրսում։ Երբ Բագրատի փաստաբանը փորձեց կասկածի տակ դնել նրա վարկածը, ենթադրելով, որ նա կարող է չափազանցնում լինել կամ որ ինքն է հրահրել Բագրատին, Ռաֆայելը լարվեց աթոռին, պատրաստ միջամտելու։ Բայց Հեղինեն օգնության կարիք չուներ։ Նա ուղիղ նայեց փաստաբանին ասաց մի ձայնով, որը չդողաց. «Ես ոչինչ չեմ հրահրել։ Ես հղի կին էի, կապված ցրտին, իմ փոքրիկ որդին լաց էր լինում մենակ տանը։ Ոչ մի բան չկա, որ ես կարող էի անել, որը կարող էր դա արդարացնել»։ Դահլիճում լռություն տիրեց։ Փաստաբանն ինքը կարծես նահանջեց, իմանալով, որ սխալ է թույլ տվել, փորձելով մեղադրել զոհին։ Հետո Վանեսայի ցուցմունք տալու հերթն էր։ Նա բարձրացավ ամբիոն վստահ կեցվածքով, կարծես դատարանին լավություն էր անում։ Նա հաստատեց այն ամենը, ինչ ասել էր Հեղինեն, բայց փորձեց նվազեցնել իր սեփական դերը, ասելով, որ պարզապես խոսել է Բագրատի հետ, որ չգիտեր, թե նա այդքան բռնի կարձագանքի։ Պողոս Մելիքյանը դա անուշադրության չմատնեց։ Նա ներկայացրեց Վանեսայի Բագրատի միջ փոխանակված հաղորդագրությունները, որոնցում նա հստակորեն դրդում էր նրան, ցնում նրա պարանոյան, ենթադրում, որ Հեղինեն արժանի է պատժի։ Նա ներկայացրեց ռազմական սարքավորումների գողության սխեմայում նրա մասնակցության ապացույցները, ցույց տալով, որ նրա ամբողջ մոտեցումը հաշվարկված է եղել ի սկզբանե։ Երբ բախվեց ապացույցներին, Վանեսան փորձեց պաշտպանվել, բայց նրա դիմակն ընկնում էր։ Սառը հաշվարկող կինը սկսեց հուսահատություն, զայրույթ ցուցաբերել։ Նա փորձեց մեղադրել Բագրատին, հետո Հեղինեին, հետո հասարակությանը։ Բայց ոչ ոք չէր հավատում նրա արդարացումներին։ Լուկասը, առաքիչը, նույնպես ցուցմունք տվեց։ Նա պատմեց, թե ինչպես է լսել Միքայելի լացը, ինչպես է գտել Հեղինեին կապված բակում, ինչպես է որոշում կայացրել տեսանյութն ուղարկել իր գտած համարին։ Նրա ձայնն ամուր էր, լի համոզմունքով։ «Ես չէի կարող պարզապես հեռանալ ծածնել, թե ոչինչ չեմ տեսել», ասաց նա։ Այդ կինը օգնության կարիք ուներ, այդ երեխան վտանգի մեջ էր։ «Ես արեցի այն, ինչ ցանկացած խիղճ ունեցող մարդ կաներ»։ Մարսելը նույնպես ցուցմունք տվեց, բացատրելով իր հարաբերությունները դստեր հետ, տարիների հեռավորությունը, թե ինչպես էր միշտ մեկին հանձնարարել հետել նրան, նրա անվտանգությունն ապահովելու համար։ Նա խոսեց այն հուսահատության մասին, որ զգացել էր տեսանյութը տեսնելիս, այն գործողության մասին, որը կազմակերպել էր նրան փրկելու համար։ «Դուստրս ամենաուժեղ մարդն է, ում ճանաչում եմ», ասաց նա, ձայնը խեղդված։ Նա գոյատել է տարիների բռնությանը, պաշտպանել իր որդուն բոլոր հանգամանքներում, այնուամենայնիվ պահպանել իր արժանապատվությունը։ Նա արժանի է արդարադատության, այս երկուսն արժանի են վճարելու այն ամենի համար, ինչ արել են։ Դատավարությունը տեց 3 ամբողջ օր։ Երրորդ օրվա վերջում դատավորը հեռացավ խորհրդակցելու։ Սպասումը տանջալի էր։ Հեղինեն, Մարսելը, Ռաֆայելը մնացին դատարանում, սպասելով վճռին։ Միքայելին խնամում էր մի վստահելի դայակ, որին Մարսելն էր վարձել, Հեղինեն կարոտում էր նրան, ուզում էր պարզապես գրկել իր որդուն զգալ, որ այս ամենը շուտով կավարտվի։ Վերջապես, 2 ժամ անց, դատավորը վերադարձավ։ Դահլիճում լիակատար լռություն տիրեց, մինչ նա կարդում էր վճիռը։ Ամբաստանյալ Բագրատ Ալմեյդա Սանտոսի գործով դատարանը նրան մեղավոր է ճանաչում իրեն մեղսագրվող բոլոր հանցանքներում, ծանրացուցիչ հանգամանքներում ընտանեկան բռնություն, ապօրինի ազատազրկում, սպառնալիք, հարկադրանք ռազմական գույքի գողությանը մասնակցություն։ Նա դատապարտվում է 35 տարվա ազատազրկման, առանց առաջին 20 տարիներին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Հեղինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ 35 տարի։ Բագրատը բանտում կլիներ իր կյանքի մնացած մասի մեծ մասը։
Ամբաստանյալ Վանեսա Մորեյրայի գործով շարունակեց դատավորը, դատարանը ճանաչում է նրա համագործակցության համաձայնագիրը, բայց նա ճանաչում է նրա հանցագործությունների ծանրությունը։ Նա մեղավոր է ճանաչվում հոգեբանական մանիպուլյացիայի, բռնության դրդելու ռազմական սարքավորումների գողության հետ կապված դավադրության մեջ։ Դատապարտվում է 18 տարվա ազատազրկման, 12 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Վանեսայի պատժաչափն ավելի բարձր էր, քան սկզբնապես համաձայնեցվել էր։ Դատավորը որոշել էր, որ, չնայած նրա համագործակցությանը, նրա գործողությունների ծանրությունն արժանի է ավելի խիստ պատժի։ Հեղինեն խորը բավարարվածություն զգաց։ Արդարությունը հաղթանակում էր։ Երբ դուրս եկան դատարանից, Հեղինեն զգաց, կարծես մի հսկայական բեռ էր ընկել իր ուսերից։ Մարսելը նրան ամուր գրկեց, իսկ Ռաֆայելը կանգնած էր նրանց կողքին, զուսպ, բայց անկեղծ ժպիտով։ Ավարտվեց, շշնջաց Հեղինեն։ Իսկապես ավարտվեց։ Ոչ, աղջիկս, մեղմորեն ասաց Մարսելը։ Չավարտվեց։ Հիմա սկսվում է քո նոր կյանքը, առանց վախի, առանց անցյալի ստվերների։ Հիմա դու ազատ ես լինելու այն, ով միշտ ուզել ես լինել։ Նրանք գնացին ընթրելու մի հանգիստ ռեստորանում, զուսպ կերպով տոնելով։ Միքայելն այժմ նրանց հետ էր, նստած բարձր աթոռին, ձեռքերով մակարոն ուտելով, սիրուն խառնաշփոթ ստեղծելով։ Հեղինեն նայեց սեղանի շուրջը, հորը, որդուն, Ռաֆայելին, խորը երախտագիտություն զգաց։ Այդ մարդիկ իրեն փրկել էին, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Ընթրիքից հետո Ռաֆայելն առաջարկեց նրան տուն տանել։ Մեքենայում, մինչ Միքայելը քնած էր հետի նստատեղի մանկական աթոռին, նրանք խոսեցին դատավարության, ապագայի ծրագրերի հույսերի մասին։ Երբ հասան Հեղինեի տուն, Ռաֆայելն օգնեց նրան Միքայելին ներս տանել պառկեցնել օրորոցում։ Տղան նույնիսկ չարթնացավ, հոգնած երկար օրվանից։ Նրանք մի պահ կանգնեցին, դիտելով փոքրիկի քունը, հետո լուռ դուրս եկան սենյակից։ Հյուրասենյակում Հեղինեն շրջվեց դեպի Ռաֆայելը։ Ես չգիտեմ ինչպես քեզ շնորհակալություն հայտնել, ասաց նա։ Ամեն ինչի համար։ Ինձ հոգ տանելու համար այս բոլոր տարիներին, իմ կողքին լինելու համար վերականգնման, դատավարության ընթացքում։ Դու իմ ժայռն էիր, երբ ես ամենաշատը դրա կարիքն ունեի։ Ռաֆայելը մի քայլ առաջ արեց, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Դու պետք չէ ինձ շնորհակալություն հայտնես, Հեղինե։ Ես դա արել եմ, որովհետև ուզել եմ, որովհետև ես հոգ եմ տանում քո մասին։ Շատ ավելին, քան գուցե պետք է։ Հեղինեի սիրտը արագացավ։ Նա գիտեր, թե ինչ էր նա պատրաստվում ասել, տարիների մեջ առաջին անգամ վախ չզգաց այդ զգացմունքից։ Հեղինե, շարունակեց Ռաֆայելը, ձայնը ցածր, բայց ուժգին, ես գիտեմ, որ դու շատ բաների միջով ես անցել։ Գիտեմ, որ քեզ ժամանակ է պետք լիովին բուժվելու համար։ Բայց ես նա պետք է, որ դու իմանաս, որ երբ պատրաստ լինես, եթե մի օր լինես, ես այստեղ կլինեմ։ Ոչ որպես քո բժիշկ, ոչ որպես քեզ պաշտպանելու համար նշանակված մեկը, այլ որպես մի տղամարդ, որը սիրահարվել է քեզ, քո ուժին, քո քաջությանը, այն ձին, թե ինչպես է սիրում քո որդուն պայքարում ավելի լավ ապագայի համար։ Արցունքները վերադարձան Հեղինեի աչքերին, բայց այս անգամ դրանք մի բանի արցունքներ էին, որը նա այնքան երկար չէր զգացել, որ գրեթե մոռացել էր անունը՝ հույս։ Նա ձեռքը դրեց նրա դեմքին, զգալով նրա մորուքի հյուսվածքը, նրա մաշկի ջերմությունը։ Ես չգիտեմ, թե արդյոք դեռ պատրաստ եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ նորից ինձ տալ ցավ զգալ։ Բայց ես նա գիտեմ, որ դու նա չես։ Դու երբեք ունակ չէիր լինի ինձ ցավեցնելու այնպես, ինչպես նա արեց։ Եվ գուցե, ժամանակի ընթացքում, ես կարողանամ նորից սովորել վստահել։ Նորից սիրել։ Ռաֆայելը բռնեց նրա ձեռքը իր դեմքին։ Ես կարող եմ սպասել, Հեղինե։ Որքան որ անհրաժեշտ լինի։ Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Նրանք այդպես մնացին մի պահ, մոտ, բայց չդիպչելով միմյանց, բացի այդ պարզ ժեստից։ Դա սկիզբ էր, նուրբ փխրուն, բայց սկիզբ։ Եվ Հեղինեի համար, որն այդքան երկար ժամանակ մթության մեջ էր անցկացրել, այդ փոքրիկ լույսի շողն այն ամենն էր, ինչ նրան պետք էր։ Երբ Ռաֆայելն այդ գիշեր հեռացավ, Հեղինեն նստեց բազմոցին, մի ձեռքը դրած որովայնին, որտեղ երեխան շարժվում էր, թույլ տվեց իրեն պատկերացնել ապագան։ Մի ապագա, որտեղ նա երջանիկ էր, որտեղ նրա երեխաները մեծանում էին սիրով անվտանգությամբ լի միջավայրում, որտեղ գուցե, միայն գուցե, նա կարողանար նորից գտնել սերը։
Ոչ թե այն հիվանդագին կործանարար սերը, որը ճանաչել էր, այլ առողջ, հարգալից սեր, որը կկառուցեր իրեն, այլ ոչ թե կքանդեր։ Դրսում երան քաղաքը քնած էր աստղալից երկնքի տակ։ Եվ Հեղինեն երկար ժամանակ անց առաջին անգամ քնեց առանց մղձավանջների, երազելով հնարավորությունների մասին, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Ապագան դեռ անորոշ էր, բայց այժմ նրանն էր ձավորելու, կառուցելու, լիարժեք ապրելու համար։ Եվ դա, այս ամենից հետո, ամենամեծ նվերն էր, որ կարող էր ստանալ։ 1 տարի էր անցել դատավարությունից։ Հեղինեն կանգնած էր իր ննջասենյակի հայելու առջ, ուղղելով պարզ, բայց էլեգանտ զգեստը, որն ընտրել էր այդ օրվա համար։ Նրա հետում օրորոցում դուստրը Լաուրան հանգիստ քնած էր։ Աղջիկն արդեն 6 ամսական էր, առողջ ու գեղեցիկ, մոր մուգ աչքերով մի ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Միքայելը, որն արդեն 2.5 տարեկան էր, հատակին խաղում էր իր մեքենաներով, շարժիչի ձայներ հանելով, մինչ դրանք հրում էր գորգի վրայով։ Հեղինեն նայեց իր արտացոլանքին, հազիվ ճանաչեց այն կնոջը, որին տեսնում էր։ Նա փոխվել էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ նրա աչքերում մի լույս կար, որը նախկինում չկար։ Դա այն մարդու լույսն էր, որը գոյատել էր վատթարագույնը մյուս կողմից դուրս եկել ավելի ուժեղ։ Նա առողջ կերպով քաշ էր հավաքել Լաուրայի ծնունդից հետո, մազերն ավելի երկար ու խնամված էին, շուրթերին անկեղծ ժպիտ կար, որը հազվադեպ էր լքում նրան։ Վերջին տարին փոխակերպող էր եղել բոլոր առումներով։ Հեղինեն գլխովին սուզվել էր բժշկական խորհրդատուի իր աշխատանքի մեջ, մշակելով նախագծեր, որոնք օգնում էին խոցելի իրավիճակներում գտնվող կանանց։ Նա օգտագործում էր իր սեփական պատմությունը, զգուշությամբ երբ տեղին էր, որպեսզի ոգեշնչի այլ վերապրածների, օգնություն փնտրելու իրենց կյանքը վերականգնելու։ Աշխատանքը նրան նպատակ բավարարվածություն էր տալիս, նա ծաղկում էր մասնագիտորեն։ Նրա հարաբերությունները Մարսելի հետ խորացել էին այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Հայրը, որին մի ժամանակ Սառը հեռու էր համարում, բացահայտվել էր որպես հսկայական սիրտ ունեցող մարդ, որը պարզապես չգիտեր, թե ինչպես արտահայտել իր զգացմունքները սովորական ձով։ Նա նվիրված պապիկ էր, ժամերով խաղում էր Միքայելի հետ օրորում Լաուրային։ Նա Հեղինեին պատմել էր մոր մասին, կիսվելով հիշողություններով լուսանկարներով, որոնք դուստրը երբեք չէր տեսել։ Այդ պատմությունների միջոցով Հեղինեն զգաց, որ ճանաչեց մորը մի ձով, որը նախկինում երբեք հնարավոր չէր եղել։ Եվ կար Ռաֆայելը։ Նրանց հարաբերությունները դանդաղ էին աճել, զգուշությամբ հարգանքով այն ժամանակի նկատմամբ, որը Հեղինեին անհրաժեշտ էր բուժվելու համար։ Նրանք սկսել էին որպես ընկերներ, ժամանակ անցկացնելով երեխաների հետ, խոսելով ամեն ինչից ոչնչից։ Ռաֆայելը երբեք չէր ճնշել, երբեք ավելին չէր պահանջել, քան նա պատրաստ էր տալ։ Նա պարզապես այնտեղ էր, մշտական վստահելի գործողություններով, ոչ թե միայն խոսքերով ցույց տալով, որ ինքը տարբեր է, որ նա կարող է վստահել իրեն։ Առաջին համբույրը տեղի էր ունեցել դատավարությունից 6 ամիս անց։ Հանգիստ օր էր, նրանք Միքայելի հետ այգում էին, դիտում էին, թե ինչպես է տղան խաղում խաղահրապարակում։ Ռաֆայելը մի զվարճալի մեկնաբանություն էր արել, Հեղինեն ծիծաղել էր, երբ նրանց հայացքները հանդիպեցին, ինչ-որ բան փոխվեց։ Նա դանդաղ թեքվեց, նրան ժամանակ տալով նահանջելու, եթե ցանկանար, բայց նա չնահանջեց։ Երբ նրանց շուրթերը դիպան միմյանց, Հեղինեն զգաց մի բան, որը երբեք չէր զգացել։ Մի համբույր, որը քնքուշ էր, հարգալից, լի խոստումով, բայց առանց պահանջների։ Դա սեր էր, գիտակցեց նա, բայց առողջ սեր։ Այդ ժամանակվանից հարաբերությունները բնականon կերպով զարգացել էին։ Ռաֆայելը գործնականում նրա հետ էր ապրում, թե պահպանում էր իր սեփական բնակարանը, ձականության համար։ Նա մշտական ներկայություն էր երեխաների կյանքում, Միքայելը նրան ընդունել էր որպես հայրական կերպար, անվանելով նրան Ռաֆ, վազելով նրա գիրկը, երբ նա գալիս էր։ Լաուրան, իր հերթին, հատկապես ժպտում էր, երբ նա էր իրեն գրկում։ Այսօր հատուկ օր էր, Հեղինեն զգում էր նյարդայնության հուզմունքի խառնուրդ։ Ռաֆայելը խնդրել էր, որ նա ազատ պահի կեսօրը, ասելով, որ անակնկալ ունի։ Նա գաղափար չուներ, թե ինչ սպասել, բայց լիովին վստահում էր նրան։ Դռան զանգը հնչեց, Հեղինեն լսեց հոր ձայնը, որը խոսում էր Ռաֆայելի հետ հյուրասենյակում։ Նա գրկեց Լաուրային, կանչեց Միքայելին, դուրս եկավ սենյակից։ Հյուրասենյակում նա գտավ ոչ միայն Ռաֆայելին Մարսելին, այլ Լուկասին առաքիչին, որը փրկել էր նրա կյանքը, նրա կնոջը Կարլային։ Լուկասը դարձել էր ընտանիքի մտերիմ ընկերը դատավարությունից հետո։
Նա Հեղինեն հատուկ կապ էին հաստատել, այնպիսի կապ, որը գոյություն ունի այն մարդկանց միջ, ովքեր միասին անցել են արտասովոր բանի միջով։ Նրան առաջխաղացում էին տվել աշխատանքում գործի արձագանքից հետո, նա մի քանի ամիս առաջ ամուսնացել էր Կարլայի հետ։ Նրանք երիտասարդ սիրահարված զույգ էին, Հեղինեն սիրում էր տեսնել նրանց միասին։ Ինչ է կատարվում, հարցրեց Հեղինեն, հետաքրքրությամբ նայելով բոլորին։ Ռաֆայելը մոտեցավ, նրբորեն վերցրեց Լաուրային նրա ձեռքերից տվեց Մարսելին, որը թոռնուհուն ընդունեց հսկայական ժպիտով։ Հետո նա բռնեց Հեղինեի ձեռքերը, նայեց նրա աչքերին։ Հեղինե, սկսեց նա, հուզված ձայնով, անցյալ տարի դու ինձ սովորեցրիր քաջության տոկունության իսկական իմաստը։ Դու ինձ ցույց տվեցիր, որ սերը ոչ թե վերահսկողության կամ տիրապետման մասին է, այլ հարգանքի, գործընկերության փոխադարձ աջակցության։ Դու ինձ ավելի լավ մարդ դարձրիր, պարզապես թույլ տալով լինել քո կյանքի մի մասը։ Հեղինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Նա գաղափար ուներ, թե ինչ էր պատրաստվում տեղի ունենալ, բայց հազիվ էր հավատում։ Ռաֆայելը բաց թողեց նրա ձեռքերից մեկը, գրպանից հանեց մի փոքրիկ տուփ։ Ծնկի իջավ նրա առջ, Միքայելը, հասկանալով, որ ինչ-որ կարևոր բան է կատարվում, դադարեցրեց խաղը, սկսեց դիտել։ Հեղինե Կոստանյան Թավադյան, ասաց Ռաֆայելը, ձայն ամուր, բայց լի հուզմունքով, կամուսնանաս ինձ հետ։ Խոստանում եմ սիրել հարգել քեզ իմ կյանքի բոլոր օրերին, լինել լավագույն հայրը, որ կարող եմ լինել Միքայելի Լաուրայի համար, քեզ հետ կառուցել սիրով, ծիծաղով, ուրախությամբ լի կյանք։ Ինչ կասես։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին Հեղինեի դեմքով։ Նա նայեց Ռաֆայելին, այն մարդուն, որը հոգ էր տարել իր մասին, երբ նա իր ամենավատ վիճակում էր, որը համբերատար սպասել էր, մինչ նա բուժվում էր, որը սիրում էր իր երեխաներին, կարծես իրենը լինեին։ Նրա սրտում կասկած չկար։ Այո, ասաց նա, հուզմունքից խեղդված ձայնով։ Այո, ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։ Դահլիճը պայթեց տոնակատարությունից։ Մարսելի աչքերում արցունքներ կային, նա գրկել էր Լաուրային, որը ծափ էր տալիս, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Լուկասն ու Կարլան ծափահարեցին, գրկեցին զույգին։ Միքայելը վազեց դեպի Ռաֆայելն ու Հեղինեն, գրկելով նրանց երկուսի ոտքերը, նրանք նրան գրկեցին, ստեղծելով 3 հոգանոց գրկախառնություն։ Ռաֆայելը մատանին դրեց Հեղինեի մատին, պարզ, բայց գեղեցիկ մատանի, մի քարով, որը փայլում էր լույսի տակ։ Դա կատարյալ էր, ինչպես այդ պահը։ Եվս մեկ բան կա, ասաց Ռաֆայելը, երբ սկզբնական հուզմունքն անցավ։ Նա նայեց Մարսելին, որը ժպիտով գլխով արեց։ Գեներալ, կցանկանայիք պատիվն անել։ Մարսելը մոտեցավ, դեռ գրկած Լաուրային։ Հեղինե, Ռաֆայելն ու ես խոսել ենք, քո թույլտվությամբ, կցանկանայինք հարսանիքն անել 3 ամսից, փոքր, բայց նշանակալի արարողությամբ։ Եվ եթե դու համաձայն լինես, կցանկանայինք նա սկսել որդեգրման գործընթացը, որպեսզի Ռաֆայելը օրինականորեն դառնա Միքայելի Լաուրայի հայրը։ Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը լցվում։ Այն միտքը, որ իր երեխաներն իսկական հայր կունենան, մեկը, ով կսիրի, կպաշտպանի նրանց այնպես, ինչպես յուրաքանչյուր երեխա արժանի է, ավելին էր, քան նա կարող էր երազել։ Իհարկե այո, ասաց նա, գրկելով հորը։ Ոչ մի բան չկա, որ ես ավելի շատ ուզենամ։ Հաջորդ ամիսները նախապատրաստությունների հորցանուտ էին։ Հեղինեն պարզ հարսանիք էր ուզում, միայն ամենամտերիմ մարդկանց հետ։ Նա ընտրեց էլեգանտ, բայց զուսպ զգեստ, Ռաֆայելը կրելու էր իր զինվորական շքահանդեսային համազգեստը, իսկ արարողությունը լինելու էր Մարսելի տան այգում, որը վերածվել էր ծաղիկների նուրբ զարդարանքների փոքրիկ դրախտի։ Հարսանիքի օրը Հեղինեն շուտ արթնացավ, թիթեռներով ստամոքսում։ Մարսելը պնդել էր, որ նա նախորդ գիշերն անցկացնի իր տանը, հարգելով այն ավանդույթը, որ նորապսակները չպետք է տեսնեն միմյանց արարողությունից առաջ։ Կարլան այնտեղ էր, օգնելու նրան հագնվել, 2 այլ ընկերուհիների հետ միասին, որոնց հետ Հեղինեն վերականգնել էր կապը վերջին տարում։ Երբ նա նայեց իրեն հայելու մեջ, հագած պարզ, բայց գեղեցիկ սպիտակ զգեստը, ձեռքերում դաշտային ծաղիկների փունջ, նա զգաց ճնշող հուզմունք։ Սա ինքն էր Հեղինեն, այլս ոչ թե զոհ, այլ վերապրած, ուժեղ կին, որը վերականգնել էր իր կյանքը գտել իսկական սերը։ Մարսելը մտավ սենյակ, հագած իր գեներալի համազգեստը, մեդալները փայլում էին կրծքին։ Երբ նա տեսավ դստերը, մի պահ կանգ առավ, տեսանելիորեն հուզված։ Դու գեղեցիկ ես, ասաց նա, խռպոտ ձայնով։ Մայրդ այնքան կհպարտանար քեզնով։ Շնորհակալ եմ, հայրիկ, շշնջաց Հեղինեն, գրկելով նրան։ Ամեն ինչի համար։ Ինձնից երբեք հույսը չկտրելու համար։
Երբեք, աղջիկս։ Երբեք։ Արարողությունը կատարյալ էր։ Այգին զարդարված էր սպիտակ յասամանագույն ծաղիկներով, աթոռները դասավորված էին կիսաշրջանով, մի փոքրիկ ինքնաշեն խորան, որտեղ սպասում էր արարողակատարը։ Հյուրերը քիչ էին, բայց նշանակալի Լուկասն ու Կարլան, Հեղինեի մի քանի գործընկերներ, սպաներ, որոնք ծառայել էին Մարսելի Ռաֆայելի հետ, հոգեբանը, որն օգնել էր Հեղինեին իր վերականգնման ընթացքում։ Միքայելը կոստյումով էր, հանդես էր գալիս որպես մատանիների կրող, դրանք տանելով բարձիկի վրա։ Լաուրան ընկերուհիներից մեկի գրկում էր, հագած վարդագույն զգեստ ժապավենով իր սակավաթիվ մազերի վրա։ Երբ երաժշտությունը սկսվեց, Հեղինեն քայլեց ինքնաշեն միջանցքով Մարսելի հետ։ Ռաֆայելը խորանի մոտ էր, երբ նա տեսավ Հեղինեին, նրա դեմքը լուսավորվեց այնպիսի անկեղծ սիրով լի ժպիտով, որ Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Ահա թե ինչպիսին պետք է լինի սերը, մտածեց նա։ Քնքուշ, հարգալից, ոգեշնչող։ Արարողությունը պարզ էր, բայց հուզիչ։ Նրանք փոխանակեցին իրենց գրած ուխտերը, խոստանալով սիրել, պատվել, աջակցել միմյանց։ Երբ Ռաֆայելի խոսելու հերթը հասավ, նա նայեց Հեղինեին ասաց. Հեղինե, դու ինձ սովորեցրիր, որ իսկական սերը կատարյալ լինելու մասին չէ, այլ ամեն օր ավելի լավը լինել ընտրելու։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո ընկերը, քո ապահով նավահանգիստը։ Խոստանում եմ պատվել քո ուժը աջակցել քո թուլություններին։ Խոստանում եմ սիրել Միքայելին Լաուրային, կարծես իմը լինեն, որովհետև իմ սրտում նրանք իմն են։ Եվ խոստանում եմ ամեն ինչից վեր երբեք թույլ չտալ, որ մոռանաս, թե որքան արտասովոր ես դու։ Հեղինեն հազիվ կարողացավ ասել իր սեփական ուխտերը, այնքան հուզված էր։ Բայց երբ վերջապես կարողացավ, ասաց. Ռաֆայել, դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է նորից սիրել ցավից հետո։ Դու ինձ անվտանգություն տվեցիր, երբ ես ամենաշատը դրա կարիքն ունեի, համբերություն, երբ չգիտեի, թե կկարողանամ, սեր, երբ կարծում էի, որ այլս երբեք արժանի չեմ լինի։ Խոստանում եմ քո կողքին գեղեցիկ կյանք կառուցել, խոստանում եմ լինել քո գործընկերը բոլոր պահերին, խոստանում եմ երբեք չմոռանալ, որ դու այն մարդն էիր, որն օգնեց ինձ նորից գտնել ինքս ինձ։ Երբ արարողակատարը նրանց հայտարարեց ամուսին կին, Ռաֆայելը համբուրեց Հեղինեին, դա մի համբույր էր, լի խոստումներով, սիրով, ապագայով։ Փոքրիկ հանդիսատեսը ծափահարեց, Միքայելը վազեց գրկելու նրանց, Լաուրան ուրախության ճիչ արձակեց իրեն գրկած ընկերուհու ձեռքերում։ Ընդունելությունը պարզ էր, Մարսելի մի քանի ընկերների պատրաստած տնական ուտեստներով, հետին պլանում հնչող մեղմ երաժշտությամբ, շատ ծիծաղով։ Դա շքեղ խնջույք չէր, բայց կատարյալ էր նրանց համար, սիրո ընտանիքի մտերմիկ տոնակատարություն։ Մինչ նրանք կտրում էին տորթը Միքայելի հետ, որը փորձում էր մի կտոր գողանալ ժամանակից շուտ, Հեղինեն շուրջը նայեց խորը երախտագիտություն զգաց։ Նայեց Մարսելին, որը Լուկասի հետ աշխուժորեն խոսում էր մեքենաների մասին։ Նայեց Ռաֆայելին, որը գրկել էր Լաուրային դեմքի արտահայտություններ էր անում, նրան ծիծաղեցնելու համար։ Նայեց բոլոր ներկաներին, մարդկանց, որոնք աջակցել էին իրեն իր ամենադժվար պահին, շարունակում էին իր կողքին լինել երջանիկ պահերին։ Ավելի ուշ, երբ խնջույքը մոտենում էր ավարտին, երեխաներն արդեն քնած էին տան սենյակներից մեկում, Հեղինեն Ռաֆայելը դուրս եկան այգի։ Երկինքն աստղալից էր, մի մեղմ զեփյուռ կար, որը բերում էր ծաղիկների բույրը։ Մենք կարողացանք, ասաց Հեղինեն, հենված Ռաֆայելին։ Մենք գեղեցիկ կյանք կառուցեցինք։ Դու կառուցեցիր, մեղմորեն ուղեց նա։ Ես պարզապես արտոնություն ունեցա դրա մի մասը լինելու։ Ոչ, մենք միասին կառուցեցինք, պնդեց Հեղինեն։ Եվ մենք կշարունակենք կառուցել, օրեցօր։ Նրանք այնտեղ մնացին երկար ժամանակ, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը, այն հարմարավետ լռությունը, որը կարիք չունի ամեն պահը խոսքերով լցնելու։ Հեղինեն մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, այն կնոջ մասին, որ եղել էր, այն կնոջ մասին, որ դարձել էր։ Մտածեց Բագրատի մասին, որն այժմ իր պատիժն էր կրում դաշնային բանտում, Վանեսայի մասին, մեկ այլ հաստատությունում։ Նա այլս զայրույթ չէր զգում նրանց նկատմամբ, միայն հանգիստ անտարբերություն։ Նրանք այլս իր կյանքի մասը չէին, երբեք չէին լինի։ Մտածեց իր ապագայի մասին, երեխաների մասին, որոնք կմեծանան սիրով լի տանը, իր աշխատանքը շարունակելու, օգնելով այլ կանանց, Ռաֆայելի կողքին ծերանալու, երջանիկ հիշողություններ կառուցելու մասին, որոնք կջնջեին անցյալի ստվերները։ Գիտես ինչն է զվարճալի, հանկարծ ասաց նա։ Ես մտածում էի, որ իմ կյանքն ավարտվել էր այն ցուրտ գիշերը։ Որ հետդարձի ճանապարհ չկա, որ ես չափազանց կոտրված եմ վերանորոգվելու համար։
Բայց ես սխալվում էի։ Այդ գիշերը ընդամենը մի գլուխ էր, սարսափելի գլուխ, բայց, այնուամենայնիվ, ընդամենը մի գլուխ։ Պատմությունն այնտեղ չավարտվեց։ Իրականում, այն նոր էր սկսվում։ Ռաֆայելն ավելի ամուր գրկեց նրան։ Եվ ինչպիսի գեղեցիկ պատմություն ես դու հիմա գրում։ Մենք, ուղեց Հեղինեն, ժպտալով։ Մենք միասին ենք գրում։ Տարիներ անց Հեղինեն կնստեր նույն այգում, այժմ արդեն 3 երեխաների հետ, որոնք վազվզում էին շուրջը, ներառյալ երրորդը, որին նա Ռաֆայելը միասին էին ունեցել։ Նա կունենար հաջողակ կարիերա, սիրող ընտանիք, ներքին խաղաղություն, որը մի ժամանակ անհնարին էր թվում։ Նա հետ կնայեր, կտեսներ ամբողջական ճանապարհորդությունը, իր բոլոր շրջադարձերով, անկումներով, վերելքներով։ Եվ կհասկանար, որ յուրաքանչյուր սպի, յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր ցավի պահ եղել է այն ճանապարհի մի մասը, որը նրան հասցրել է այստեղ։ Բայց դա ապագան էր։ Այդ գիշեր, աստղերի տակ, իր հարսանիքի օրը, Հեղինեն պարզապես ներկա էր, ապրում էր պահը, երախտապարտ յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր սրտի բաբախի համար, կենդանի սիրված լինելու համար։ Նա գոյատել էր վատթարագույնը գտել լավագույնը։ Նա լսել էր լռության արձագանքը պատասխանել կյանքի, սիրո, հույսի ճիչով։ Եվ դա, ի վերջո, այն ամենն էր, ինչ կարոր էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հեղինեի Ռաֆայելի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։